Գործարար ամուսիններ Արուսյակ Տոնոյանի ու Արթուր Խաչատրյանի սեփականատերեր դառնալու ժամանակ 73-ամյա Աղունիկ Ասլյանի ժամանակավոր տնակն արդեն տեղադրված է եղել այս տարածքում։ Աղունիկ Ասլյանը 17 տարուց ավելի է, ինչ ապրում է այս տնակում, եւ միայն դատական ծանոթագիրը ստանալու ժամանակ է տեղեկացել, որ առքուվաճառքի պայմանագիր է կնքվել եւ տարածքի նոր սեփականատերերը պահանջում են իրենից տեղափոխել ժամանակավոր տնակը, քանի որ նա ըստ իր դեմ ներկայացրած հայցի ապօրինաբար է զբաղեցրել այդ տարածքը։ Աղունիկ տատն հրաժարվել է ինքնակամ ազատել տնակի զբաղեցրած տարածքը, դատարանում պատճառաբանելով, որ տնակը փայտից է խարխլված եւ ենթակա չէ տեղափոխման։ Բացի այդ, ինքը երկրորդ կարգի ցմահաշմանդամ է եւ հերթագրված է Գյումրու քաղաքապետարանի բնակարանների բաշխման հերթացուցակում եւ մեկ սենյականոց բնակարանի շահառու է։ Ըստ այդմ ինքը տարածքը կազատի միայն այն ժամանակ, երբ բնակարան ստանա։ Այդ շինությունից մինչև իմ տնակս, որ 18 մետր է հեռավորությունը, եւ ես բացարձակապես ոչ խանգարել եմ նախկինում այդ ամրացման աշխատանքներին եւ ոչ էլ հիմա եմ խանգարում բարեկարգման աշխատանքին։ Դատական նիստի ժամանակ ես ամեն ինչը մանրամասը ներկայացրել եմ դատական նիստի ժամանակ եւ լսելով դատավոր Հայկոչ Միքայելյանը ամեն ինչը մանրակրկիտ կերպով 2 օր լսելով դատական նիստը եկավ այն եզրահանգման, որ իմ պատճառաբանություններս ամեն ինչը տեղին է ու ճշտորեն նա օբյեկտիվ կերպով մոտեցավ գործին։ Չնայած որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Աղունիկ Ասլյանի դեմ ներկայացրած հայցը անհիմն համարելով մերժել է, հայց որ ամուսինները վճիռը ոչ ճիշտ եւ բեկման ենթակա համարելով դիմել են վերաքննիչ քաղաքացիական դատարան, պատճառաբանելով, որ ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվելու ժամանակ իրենք հնարավորություն չեն ունեցել ներկայացնել տարածքի մասին մասնագիտական ուսումնասիրություն եւ եզրակացություն, ինչն այս անգամ վճռաբեկում ներկայացնում են գործին կից։ Սակայն ըստ Աղունիկ տատի կատարված մասնագիտական եզրակացության մեջ նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը։ Գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննելու ժամանակ դատարանը հիմք է ընդունել այն փաստը, որ Աղունիկ Ասլյանի տնակը տեղադրված է ոչ թե Թումանյան 143 կոտորակ 2 հասցեում գտնվող վարչական շենքի տարածքում, այլ հիմնականում նշված տարածքին կից Մուսայելյան փողոցի մայթեզրին։ Բացի այդ, նույն եզրակացության մեջ սխալ են նշված նաև տնակի մակերեսի չափերը եւ տնակի ու վարչական շենքի միջև եղած հեռավորությունը։ Վերաքննիչ դատարան իրանք դիմել են, որպեսզի փեգանվի այս գործը, սակայն ես շատ տվյալներ ունեմ, որ ինչ որ այդ սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից նկարահանումներ է կատարված, այնպեսի տեսք են տվել, որ իբր թե կիսակառույց է։ Սկզբից գրել են 15 մետր է հեռավորությունը տնակը այդ կառույցից։ Իսկ հետո նույնիսկ դարձել են իբր 12 մետր է։ Հետո տնակի չափսերի համար խախտում են կատարել։ Տնակը առհասարակ այս կանաչ տնակների մասին է խոսքս, սրանց չափսերը 3-ը 6-ի վրա է, մեկ կոմպլեկտը 2 տնագից է կազմված, որը կազմում է ընդամենը 36 քառակուսի մետր։ Իրենք դիմումի մեջ շեշտել են, որ իբր 6-ը 9-ի վրա է եղել, այսինքն 54 քառակուսի մետրը, որը իրականությանը չի համապատասխանում։ 73-ամյա միայնակ թոշակառուն պատրաստվում է հակընդդեմ հայց ներկայացնել վճռաբեկ քաղաքացիական դատարան եւ այս անգամ եւս դատարանում մենակ պաշտպանել իր քաղաքացիական իրավունքները։ Տիրուհի Ալեքսանյան, Գրիգոր Շաղոյան, Գալայնյուս։